Հաղորդման աջակցում է Individuum Casting Production-ը։ Ցանկանում եք մասնակցել ֆիլմերի, սերիալների, գովազդների, տեսահոլովակների, մոդելների եւ հաղորդավարների կաստինգներին։ Գրանցվեք Individuum Casting։ Ժամանակն է անդրադառնանք այս շաբաթվա ամենից ամենաշարժված աստղային բամբասանքների եռյակին։ Ինչեր ասես, որ չես լսի աստղերի մասին, երբ թերթում ես Individuum Production-ի կողմից հավաքագրված ցուցակները, որոնք ստեղծում են հարցման արդյունքում։ Եվ այստեղից պարզ է դառնում, որ մեր հայ ազգաբնակչությունը ունի շատ վառ երևակայություն։ Չնայած մյուս կողմից ասում են չկա ծուխ առանց կրակի։ Եվ դեպ շարունակեք ուղարկել ձեր ամենից ամենաբամբասանքները մեր ամենից ամենաշնիկ mail.am էլեկտրոնային հասցեին։ Դե ինչ դիտում ենք այս շաբաթվա ամենից ամենաշարժված աստղային բամբասանքները եւ բացահայտում նրանց ճշմարտացիությունը։ Աստղերի ամուսնության եւ բաժանության թեմայի շուրջ ասեկոսեներն անսպառ են։ Վերջերս շատ հաճախ կարելի է լսել, որ երգչուհի Ալա Լևոնյանն ամուսնալուծվել է։ Ինչն է ստիպում մարդկանց նման ենթադրություն անել եւ համապատասխանում է արդյոք այս ասեկոսեն իրականությանը։ Երկու տարբերակ կա, որ ես մտածում եմ։ Նախ այն, որ վերջերս շատ եղան ընտանեկան հաղորդումներ, որ անպայման ամուսիններով էին ներկա լինում, խոսում։ Սերուն չի սիրում ընդհանրապես նկարահանվել, տեսախցիկի առջև չի սիրում գտնվել եւ գուցե դա էր պատճառը, որ նրա ոչ ներկա լինելը բերում էր այդ բանին, կամ մարդիկ, որոնք ուղղակի չեն բացառում, նախանձից կարող են նման բաներ տարածել, որ մեր մոտ արկա է, չգիտես ինչու վերջերս, այնպես որ բայց ես շատ թեթև եմ նայում նման բաներին։ Ալլա եւ Սերո ընտանեկան զույգը շարունակում է մնալ մեր շոու բիզնեսի ամենից ամենաերջանիկ զույգերից մեկը։ Թե ինչն էր պատճառը, որ սկսեցին լուրեր պտտվել, թե իբր դերասան Գնել Սարգսյանն ունի 5-ամյա, այն էլ ապօրինի դուստր մնում է հանելուկ, թե մեզ եւ թե հենց դերասանի համար։ Եվ այնուամենայնիվ լսենք Գնելին։ Այդ պահին ես պատկերացրեցի, որ ես պապա եմ։ Մենք մի 4 տարի ամուսնացած ենք ու դեռ երեխա չունենք, ու ես այդ պահին այդ զգացմունքա ու հասկացա, թե հայր ինչա նշանակում։ Բնականաբար հետո ես իմացա, որ այդ ամեն ինչը սուտ է, հորինվածներ է, այդ մարդուն էլ են ինչ որ ասել, ես ընկել ման էի գալիս, այդ աղբյուրը էլի, որտեղից է դուրս եկել այդ ինֆորմացիան, որովհետև նման բան չէր կարելի ասել, բայց երեխու մասին ասենք չի կարելի էլի այնց սուտ հորինել։ Այ հենց այդ պատմությունն էլ ազդեց, որ ես ու կինս սկսենք լուրջ մտածել երեխա ունենալու վերաբերյալ։ Փաստորեն երբեմն չար բամբասանքը կարող է լավ հետևանք ունենալ։ Ասում են, վատ լուրերը արագ են տարածվում, հատկապես եթե խոսքը գնում է մահվան լուրի մասին, այն էլ սիրված ու ճանաչված մարդու։ Այդպես եղավ սիրված դերասան Անդոյի հետ։ Մահացել է թե ոչ։ Շատ ափսոս կլիներ, որ մահանար, մտածում էին շատերը, իսկ ոմանք էլ նույնիսկ զանգահարում դերասանին հավաստիանալու, թե որքանով է այդ տեղեկությունը ստույգ։ Ավտովետարա տեղի ունեցել Սևանի մայրուղում, ու տենց ինձ շատ զանգում էին, հարցնում էին, իրականում է ճիշտ ասուտ, բայց պատկերացնում եք զանգում են իմ հետ խոսում են ու նույն հարցն են տալի, որ գիտեն իմ հետ են խոսում։ Դալիթայի երգչու մաման զանգեց ինձ, ասենց համարյա թե լացակումած, ասեց, «Ան դու ես», ասում եմ, «Հա», ասում եմ, «Բա ես գիտեմ դու մահացել ես, բաներ են խոսում»։ Ամբողջ քաղաքում էլի տենց ներվեցի, տենց անցավ գնաց։ Եվս մեկ բացահայտումներով լի ամենից ամենաաստղային տասնյակ ներկայացրեցինք այսօր ձեր ուշադրությանը։ Այդ ամենին թերևս հավելեմ շարունակեք կերկրպագել ձեր սիրելի կուռքերին, բայց մի վերացեք այդ ամենը մոլուցքի, քանի որ ամեն ինչ չափի մեջ է։ Գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ հիշեք, որ հենց ձեր սերն ու համակրանքն է թև ու ուժ տալիս մեր աստղերին։ Աստղ, երկրպագ ու այս երկու հասկացողությունները ուղղակի չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը մյուսի։ Դե ինչ ինձ մնում է միայն
Այդ ամենին հավելել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնցներին, բացահայտում տասնյակ անվանակարգը եւ իհարկե ակտիվ քվեարկում այն աստղերի օգտին, ում կցանկանաք տեսնել առաջատար դիրքերում։ Եվ իհարկե հիշեք, որ միայն ամենից ամենան է ներկայացնում մեր աստղերի անվան շուրջ պտտվող ամենից ամենաճշգրիտ տեղեկությունները եւ միայն դուք ձեր SMS քվեարկություններով դասավորում եք նրանց ըստ հորիզոնականներին։ Դե ինչ կհանդիպենք արդեն հաջորդ կիրակի ամենից ամենաժամանցային ATV-ի եթերում։ Հագուստը տրամադրեց InStyle հագուստի եւ աքսեսուարների խանութ սրահը։ Դիմահարդարումն ապահովել է Make-up Studio դիմահարդարման սրահը։ Վարսահարդարումն ապահովել է Jasmine գեղեցկության սրահը։ Նկարահանմանն աջակցեցին Jazz սրճարանը, Պեկին չինական ռեստորանների ցանցը, Berloga Pub-ը։ Bye.